Բարև բոլորին, ձեր հետ Սոնան է, ինտերիերի դիզայներ եւ այսօր մենք միասին ստանալու ենք անիմացիա, որով եւ շնորհավորելու ենք գեղեցիկ սերի ներկայացուցիչների մարտի 8-ը։ Այսօր դեռևս մարտի 7-ն է եւ մենք ունենք կես օր ժամանակ, որպեսզի կարողանանք անիմացիան հավաքել։ Հիմա մենք արդեն քննարկում ենք Հայկուհու հետ թե ինչ պետք է լինի, ոնց ենք մենք պատկերացնում անիմացիան ու իհարկե սկսեցինք։ Տեսեք ինչ դատարկությունը եւ հետո պատրաստվում ենք արդեն մեր բոլոր ուժերը հավաքում ենք, որ սկսենք հասցնենք կես օրում այս անիմացիան անենք, վերջացնենք ու կարողանանք հասցնենք շնորհավորենք կանանց եւ աղջիկներին գեղեցիկ տարբերակով։ Դե ինչ ես սկսել եմ աշխատանքը, ընդհանուր գաղափարը արդեն պարզ է, մենք չենք ցանկանում ստանալ ինտերիերային սցենա, այլ ավելի բաց, թափանցիկ, ավելի գարուն հիշեցնող սցենա ենք ուզում հավաքել։ Հիմնական դետալները տեղադրված են, հիմա ամբողջական սցենան էլ կմիանա եւ դուք կտեսնեք, թե ինչը արդեն արված է։ Նշեմ, որ դրսի տեսարանն էլ ինքը հատուկ է ընտրված, դրսում լեռներ են եւ ձյունը դեռևս չի հասցրել նորմալ հալել։ Անկեղծ ասած, լուրջ պրոյեկտների հետ մեկտեղ նման սցենաներ հավաքելը իսկապես թողնում է, որպեսզի քո ստեղծագործական մտածողությունը չսպառվի, այլ ավելի ելքերը փնտրում, ավելի հետաքրքիր ինֆորմացիաները փորձում գտնել եւ արդյունքում դու կարողանում ես նաեւ քեզ լավ ցուցաբերել հենց ռեալ լուրջ պրոյեկտների մեջ։ Ես դա նկատել եմ, դու կարողանում ես լինել ազատ։ Իսկ մեր սցենան կամաց տրամադրություն է ստանում, տարբեր երանգներ են արդեն նկատվում, վարդագույն, դեղին, հիմա ներկապահին ամպիկներ եմ տեղավորում, որպեսզի ավելի եթերային ստացվի, ավելի էֆեկտը քամու, ավելի բարձր տեղում գտնվելու էֆեկտը, որպեսզի կարողանամ պարզ ներկայացնել։ Իսկ այստեղ ես երգում եմ, իսկ այստեղ քսվում։ Իսկ գիտեք սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մեր սցենան արդեն ամբողջությամբ պատրաստ է եւ մենք գնում ենք արդեն դեպի վերջնակետ եւ սկսելու ենք հավաքել արդեն անիմացիան։ Մեր դաշնամուրը պոդիումի վրա է, ստյունները ամբողջությամբ պատված են վարդերով, թերթիկները թափված են գետնին, վարագույրները ծածանվում են, ամեն ինչ արդեն իդեալական վիճակում է։ Իսկ այստեղ ես նայում եմ էկրանին, էկրանը նայում է ինձ, որպեսզի մենք միասին բացենք անիմացիայի ֆայլը, որտեղ պահվելու են մեր անիմացիայի բոլոր ռենդերները։ Իմ մասնագիտական կարիերայի մեջ սա երրորդ անիմացիան է, որ ես անում եմ եւ իհարկե դա ինձ հեշտ չի տրվում, քանի որ շատ նյուանսներ կան եւ շատ հերթականություններ կան, որոնք պետք է հիշել։ Այդ իսկ պատճառով ես դիմում եմ իմ քրոջը եւ նա մեր սիրով եւ համբերատարությամբ ինձ օգնում է։ Իսկ դուք պատրաստ եք տեսնելու անիմացիան։ Սա իհարկե թեստային տարբերակն է, ամենաառաջին տարբերակը, այստեղ ոչինչ չի շարժվում, ամեն ինչ ստատիկ կանգնած է, իհարկե կամերաները դզված չեն։ Վերջնական կարգավորումներն արդեն արված են, հիմա թարմացնում ենք համակարգիչը, մինչ այդ հոգնում ենք, տխրում ենք, լացում ենք, բայց գոհ աշխատանքի ընթացքից եւ գոհ արդյունքից իհարկե անցում ենք կատարում մեր վերջին ռենդերինգի փուլ, մինչ այդ հիմա ցույց կտանք թե անիմացիան ինչ կարգավորումներ է ստացել վերջնական, շարժումները, շարժը ամբողջությամբ, վարագույրների, ամպերի եւ կամերաների, ստուգում ենք կարգավորումները եւ միացնում ենք ռենդեր։ Իսկ վերջնական արդյունքը տեսնելու համար սիրով բոլորին հրավիրում ենք մեր օֆիսի ինստագրամյան էջ, որը կլինի նկարագրություններում եւ սիրով կսպասենք իհարկե ձեր կարծիքներին։ Բոլորին լավ օր։